Նրան տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանին։ Տիկին Ադամյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Բաքվի արտգործնախարարը եւս մեկ անգամ հայտարարեց, որ խաղաղություն չի ստորագրվի Հայաստանի հետ, քանի դեռ սահմանադրությունը փոխված չէ։ Նույն հարցին անդրադարձ է կատարել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի ներկայացուցիչ Քլչը, նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր սահմանադրության մեջ։ Հայաստանի արդարադատության փոխնախարարն էլ օրերս հայտարարեց, որ շատ սեղմ ժամկետներ կան տեքստը մշակելու համար, այն սպասվում է 2026 թվականի ընտրություններից առաջ, որպեսզի պատրաստ լինի։ Հիմա ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանին կհաջողվի հանրությանը համոզել եւ կատարել սահմանադրությունում անհրաժեշտ փոփոխությունները, կարծիքներ կան, որ սա փակուղային իրավիճակ է եւ Նիկոլ Փաշինյանը պարզապես չի կարողանա այս հարցը անցկացնել այնպես, ինչպես ադրբեջանական կողմի պահանջն է։ Բարի օր, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ սկսենք Անտալիայից։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Անտալիա գնացել էր խաղաղության համաձայնագրի կնքման հարցը լուծելու համար։ Եվ այն, ինչ խաղաղության համաձայնագրի ընդհանրապես հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ հնչեց Անտալիայում, միանշանակ դրական էր։ Գիտեք, եկեք հասկանանք ինչ էր Արարատ Միրզոյանի նպատակը։ Արարատ Միրզոյանը ուզում էր ասել հայկական կողմի բոլոր փաստարկները, որոնք կան Ադրբեջանի դեմ, Արարատ Միրզոյանին պետք էր Հայաստանի Հանրության համար, այսպես քաղցր դեղահաբեր Անտալիայում դնել շրջանառության մեջ, թե Արարատ Միրզոյանին պետք էր այդ համաձայնագրի կնքումը քայլ առաջ տանել։ Եկեք հիշենք որտեղ էր ֆորումը, Անտալիա, Թուրքիա, Ադրբեջանի մերձավորագույն, հիմա չգիտեմ նույնիսկ դաշնակից ասեմ թե չասեմ, այո, Անտալիա, եւ դա շատ կարևոր հանգամանք է տեղը։ Ես կարծում եմ այն ամենը, ինչ ասաց Արարատ Միրզոյանը, շատ կարևոր էր, իհարկե կարող էր ավելին ասել, բայց ասածը արդեն իսկ կարևոր էր այնքանով, որ Անտալիայում եւս մեկ անգամ հնչեցնում էր տեսակետ, հաստատում էր տեսակետ, որ Հայաստանի Հանրապետությունը կառուցողական է տրամադրված ի տարբերություն Ադրբեջանի Հանրապետության, անկախ նրանից, թե Բայրամովը ինչ էր ասում։ Անդրադառնալով Քլչի հայտարարությանը, գիտեք, Քլչի հայտարարությունը ես չեմ կարող միանշանակ ձեզ հետ համաձայնել, որովհետև Քլչի անունից ըստ էության երկու հայտարարություն կա։ Ամենայն դեպս Civilnet-ին տված կարճ հարցազրույցում Քլչը հայտարարել է, որ սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ պետության ներքին գործն է։ Այսինքն երկու տեսակետներ կան, ձեր ասածը եւս Քլչի հայտարարությունը։ Հիմա մենք Քլչի որ հայտարարությունը հիմք ընդունենք առայն, որ սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի գործն է, Հայաստանի Հանրապետության իբրև պետության ներքին գործն է, թե առայն, որ սահմանադրությունը պիտի փոխվի։ Ես խորապես համոզված եմ, որ սահմանադրության փոփոխությունը չի բուն պատճառը, որ խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվում։ Դա հասկանալի է։ Տեսեք, եթե Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ, եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնա ու կողմ քվեարկի սահմանադրությանը, որը 50-50 է, ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կգնա եւ երրորդ պետության ինչ որ կամքը կատարելուց, սա այլ խնդիր է, այսօր քննարկելու խնդիր չի։ Բայց հարցը այն է, որ դրանից հետո Ադրբեջանը մեկ այլ պահանջ կարող է առաջադրել։ Այսպես պահանջների անվերջ շարք։ Մասնավորապես պահանջներից մեկը կարող է դառնալ Արևմտյան Ադրբեջանը, որովհետև Թուրքիայի լրատվամիջոցներում շատ բացահայտ խոսույթ է, որ եթե հայերը երբևէ բարձրացնեն Լեռնային Ղարաբաղի բնակչության Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցը, իրենք էլ բարձրացնելու են Հայաստանաբնակ, ընդ որում բնիկ, չգիտես ոնց, ինչու բնիկ ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու հարցը։ Այսինքն ցանկացած փաստարկի Ադրբեջանը փորձում է հակափաստարկ բերել։ Հիմա այս ամեն ինչում որը պետք է լինի մեր
Քայլերը, որոնք պետք է լինեն մեր քայլերը, ինչ պետք է անենք մենք։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման ապավինելով, այս պարագայում արդեն ապավինելով միջազգային ճնշմանը Ադրբեջանի վրա, որովհետև եթե Ադրբեջանի կամքին մնա, Բաքուն երբևէ նպատակահարմար չի համարի առանց առևտրի Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության համաձայնագիր կնքել, այն պարզ պատճառով, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալու տնտեսության զարգացման, Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալու հաղորդակցուղիների բացման, միջազգային տնտեսական ծրագրերի ընդգրկման, այսինքն Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալու անցնել այն ճանապարհը, որ 94-ի պարտությունից հետո Ադրբեջանը ինքը անցավ։ Սա է ամբողջ խնդիրը, թե չէ սահմանադրություն փոխել, չգիտեմ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, եվրադիտորդներ եւ այլ, սրանք պատրվակների անվերջ շարքի հերթական ուղակն են ընդհանրապես, ու մենք դա պետք է հասկանանք, մենք դա պետք է դնենք մեր քաղաքականության հիմքում, քաղաքականություն, որի նպատակը պետք է լինի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնումը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը։ Դա Հայաստանի անելիքներն են, իսկ Հայաստանի իշխանությունը անում է այնինչ պետք է։ Եթե անում է, ապա ինչու է Արդարադատության փոխնախարարը ասում, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ պետք է այդ տեքստը պատրաստ լինի սահմանադրության փոփոխության։ Ես կարծում եմ, որ արդարադատություն Սա չի նշանակում, որ իշխանությունը պատրաստվում է, այո, գնալ սահմանադրության փոփոխությունների ճանապարհով, այլ հարց է, հանրությունը դրան կաջակցի, թե ոչ։ Բարի ճանապարհ իշխանությանը։ Այստեղ ես հանրապետություն կուսակցության ներկայացուցիչն եմ եւ կարծում եմ, որ հանրապետություն կուսակցության խնդիրը չի իշխանությունը այդ կոնկրետ այդ հարցում ինչ է անում։ Հանրապետություն կուսակցությունը բացարձակապես այլ խնդիր ունի Հայաստանի զարգացումը, Հայաստանի տնտեսական զարգացումը։ Եթե իշխանությունը նախընտրում է գնալ այդ ճանապարհով, ուրեմն ունի իր հիմնավորումները կամ իր, ինչ ասեմ, նպատակը, իր պատճառաբանությունը, իր հիմնավորումը, դա այլ հարց է։ Ես կարծում եմ, որ այս բանը Հայաստանի Հանրապետության առաջ շատ ավելի գլոբալ խնդիրներ են կանգնած։ Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները իշախ Հայաստանի դարձնելու շատ ավելի մեծ հնարավորություններ են բացվում, քան կփոխենք սահմանադրություն, չենք փոխի սահմանադրություն, երբ կփոխենք սահմանադրություն։ Հանրապետություն կուսակցությունը շատ վաղուց այդ մասին ասել է։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխվի խորհրդարանական կառավարման մոդելը եւ մենք պետք է անցնենք նախագահական կառավարման, եթե ուզում ենք ապահովել երկրի կառավարելիություն, եթե ուզում ենք ապահովել զարգացում, դա է խնդիրը։ Այնպես որ ոչ մի տարբերություն մեզ համար գործնականում չկա։ Հայաստանի Հանրապետությունը եթե մնում է խորհրդարանական մոդելով պետություն, այդտեղ ինչ նրբերանգային փոփոխություններ են լինում։ Մենք գտնում ենք, որ այդ մոդելը իրեն չի արդարացրել, որ դա սխալ մոդել է։ Մեր պարագայում դա սխալ մոդել է։ Մենք պետք է անցնենք նախագահական կառավարման։ Սա է այս հարցում մեր դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է իշխանությունը, ինչ քայլեր է անում, չի անում, ակնհայտորեն իշխանությունը տնտեսության հարցում անհրաժեշտ քայլերը չի անում։ Դա բոլորն են ասում, դա Եվ որքան կարելի է դրա մասին խոսել։ Եվ որքան կարելի է դրա մասին խոսել, տեսեք, մենք շատ պարզ դիլեմայի առաջ ենք կանգնած։ Ինչու Հայաստանի Հանրապետությունը դուրս չի գալիս հապկից, չէ՞ որ հապկից դուրս գալը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալու ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագրեր կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նույն Ֆրանսիայի հետ, որի հետ ունենք առանձնաշնորհյալ հարաբերություններ, Կիպրոսի հետ, Հունաստանի հետ, ինչու ոչ նաև Կիպրոս, Հունաստան, Հնդկաստան ալյանսի կայացման համար, բայց մենք անverջ կարճել ենք այդ հապկից, ԵԱՏՄ-ից, մենք կարճել ենք ԵԱՏՄ-ից ու պարբերաբար Ռուսաստանից, այսպես ի հայտ են գալիս տարբեր դասախոսներ ճակերտավոր, որ մեզ բացատրում են, դե գիտեք, ինչ դուք գնում եք ԵՄ, բայց հնարավոր չի համատեղել ԵՄ-ն, ով ասաց, որ հնարավոր է համատեղել։ Ով ասեց։ ԵՄ-ն ունի իր կանոնադրությունը, ԵԱՏՄ-ն ունի իր կանոնադրությունը, կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը բոլորն այնքան տառաճանաչ են, որ կարողանում են այդ կանոնադրությունները կարդալ, համադրել ու հասկանալ հնարավոր է համատեղել, հնարավոր չի համատեղել։ Դրանք զուտ քաղաքական խնդիրներ են։
Այո, որովհետև նույն այդ Գալուզինը, որ այսօր դարձյալ այդ հիշեցումն է արել, նույն այդ Գալուզինը ոչ թե դա է շեշտադրել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար դժվարություններ կլինեն եւ այլ ոչ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է գիտակցեն, որ ԵՄ-ն եւ Ռուսաստանի Դաշնությունը անհաղթահարելի տարաձայնություններ ունեն։ Այսինքն դա զուտ քաղաքական խնդիր է։ Չկա տնտեսական խնդիր, կա զուտ քաղաքական խնդիր։ Հիմա ո՞րն է լինելու մեր քաղաքական ընտրությունը, ո՞րն է լինելու մեր քաղաքական պատասխանը։ Տեսեք, խորհրդարանը ընդունեց Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։ Ու ինչ, որը պետք է լինի շարունակությունը։ Հարցը չէ։ Այդ հարցի պատասխանից կբխի այդ հարցի պատասխանը եթե տրվեր, տարատեսակ Գալուզիններ, Պեպսկովներ, չգիտեմ, Զախարովաներ եւ այլ պարոնայք ու տիկնայք նման հայտարարություններ այլևս չէին հնչեցնի Հայաստանի Հանրապետության հասարակության նյարդերը սղոցելով։ Տիկին Ադամյան, ասացիք Հայաստանը պետք է հասնի միջազգային ճնշման Ալիևյան ռեժիմի վրա, որպեսզի նա համաձայնի խաղաղության պայմանագիր ստորագրել։ Հիմա Թրամփը Նովրուզի կապակցությամբ շնորհավորում է Ալիևին, ողջունում ձեռնարկած քայլերը երկու կողմի խաղաղության հաստատման ուղղությամբ, բայց դրանից հետո մենք ինչ ենք տեսնում։ Կրակել են մեր սահմանների ուղղությամբ, խնածախի ուղղությամբ, վնասել են մշակույթի տունը, չեն ընդառաջ գալիս Հայաստանի այդ կրակոցների հետաքննության մեխանիզմ ստեղծելու համատեղ առաջարկին, այսինքն նրանք դա չեն ընդունում։ Հիմա կարող ենք ասել, որ անգամ Թրամփը չի կարողանում ազդել այս ռեժիմի վրա։ Կարծում եմ մենք վաղուց պետք է ձերբազատված լինեինք այն միամիտ ընկալումներից, որ Դոնալդ Թրամփը անձամբ պետք է զրահաբաճկոն հագնի ու գա կանգնի մեր սահմանին, որ Ադրբեջանը կամ չգիտեմ ով չկրակեր, չկա նման բան։ Այդ դեպքում միջազգային ճնշման, ինչպես ենք ասում, եւ ինչ է նշանակում միջազգային ճնշում։ Ադրբեջանը շատ մեծ առավտուր է սկսել եւ Դոնալդ Թրամփի հետ, եւ Եվրամիության հետ, եւ Չինաստանի հետ։ Ադրբեջանը տարածաշրջանում փորձում է նույնիսկ Թուրքիայից առաջ անցնել, նույնիսկ այն դերը խաղալ, որ ժամանակին խաղացել էր ու դեռ փորձում է շարունակել խաղալ Էրդողանը։ Ալիևը փորձում է միջնորդ դառնալ Թուրքիայի ու Իսրայելի միջև։ Եկեք հասկանանք այդ գլոբալ խաղը։ Եկեք հասկանանք, թե ինչ կարող է Ադրբեջանը առաջարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ ինչ կարող է Հայաստանը առաջարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Մենք գործ ունենք մի երկրի հետ, որտեղ գործարք բառը փոխարինել է քաղաքականություն բառին։ Հիմա մենք ունենք գործարքի առարկա, ունենք տարբերակ։ Մենք գտնում ենք, որ ունենք բազում տարբերակներ, որոնք կարող ենք ներկայացնել թե լոգիստիկայի առումով, թե հանքահունքային ռեսուրսների, այդ հազվագյուտ մետաղների, որ հիմա չգիտես ինչի դարձել են շատ կարևոր, իհարկե լավ էլ գիտենք թե ինչի, դարձել են շատ կարևոր քաղաքական առևտրի թեմա։ Ռուսաստանն ասում է, եկեք տարեք, ինչ ուզում եք արեք, Արկտիկ անել ձեզ, եկեք տարեք։ Չինաստանը արգելակում է իր բազմամետաղների ընդհանրապես արտահանումը։ Ուկրաինան մեկ համաձայնում է, մեկ անվտանգության երաշխիքներ է պահանջում իր բազմամետաղների համար։ Ունի Հայաստանը այդ բազմամետաղները, իհարկե ունի։ Այսինքն, քանի դեռ մենք այդ առաջարկները չենք արել, գործարքները համապատասխան չեն կնքվել, մենք մոռանում ենք միջազգային հանրության եւ միջազգային ճնշման մասին։ Եթե միջազգային հանրություն ասելով հասկանում եք միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները, դուք պետք է աշխատեք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը շատ սերտ պիտի աշխատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Կա այդ աշխատանքը, կարծում եմ կա։ Արդյունքների հասել է, կարծում եմ բավարար չի եղել արդյունքների հասնելու համար։ Համենայն դեպս եկեք արձանագրենք նաև իրողությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ տոկոսադրույթների պատերազմ էր հայտարարել ամբողջ աշխարհին եւ այդ պատերազմը 3 ամսով կասեցրեց, Հայաստանի համար պահպանել էր բազային տոկոսադրույթ, այսինքն 10%-ը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր իշխանությունը նախորդ իշխանության օրոք կնքված խարտյան չբեկանեց ի տարբերություն բազում այլ համաձայնագրերի, որոնք բեկանվել էին։
Քանի հայտարարություններ են այս ընթացքում հնչել թե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի, թե այլ պաշտոնյաների կողմից խաղաղության համաձայնագրի կնքումը արագացնելու համար։ Չեք կարծում, որ այդ հայտարարությունները կանխել են Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ գործողությունները։ Չեք կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս հարցով աշխատում է նաև Թուրքիայի հետ եւ գործնականում այս պահին թե Էրդողանը, թե Թուրքիայի ամբողջ իշխանությունը շահագրգռված է, որ այդ համաձայնագիրը հնարավորինս արագ կնքվի, որովհետև դա խոչընդոտում է Թուրքիայի տնտեսական զարգացմանը։ Կնքվի Ալիևի պայմաններով, որովհետև Էրդողանն ասում է, ցանկանում է Թուրքիան տեսնել, որպեսզի տարածաշրջանում խաղաղության ճարտարապետը լինի Ադրբեջանը։ Իսկ դուք ինչպես եք պատկերացնում, որ Էրդողանը ուրիշ հայտարարություն անի։ Դա չի նշանակում, որ կնքվի Ադրբեջանի կամ Թուրքիայի պայմաններով։ Դե բացարձակապես այդ նշանակությունը չունի, եկեք քաղաքականության այդքան միտակ վերաբերմունք չունենանք եւ չհավատանք այն բոլոր հայտարարություններին բառացի, որ հնչում են, որովհետեւ բոլոր այդ հայտարարությունները նաեւ նպատակ ունեն քողարկելու այսբերգի չերևացող կողմը։ Եկեք հաշվի առնենք այս ընթացքում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրանի Իսլամական Հանրապետություն բանակցությունները, ինչքան տարբեր տեսակետներ էին հնչում։ Ասեք հունվարից սկսած Հայաստանի Հանրապետության ներսում որոշակի ուժեր անverջ հասարակությանը սարսափի էին մատնում ամեն օր պատերազմ սկսվելու, նոյեմբերի 9-րդ կետը օր առաջ ընդունելու, Մեղրիմիջանցքը բացելու, չգիտեմ ինչեր անելու համար, որովհետև վաղը մյուս օրը սկսելու է պատերազմ, Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածելու է Իրանին, Ադրբեջանը առիթից օգտվելու է, մտնելու է միջած վերցրեց, եթե ինչպես դուք եք ասում, բառացի հավատանք բոլոր հայտարարություններին։ Ոչ, չվերցրեց, չի էլ վերցնելու։ Ու շատ մեծ հարց է, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը կգնան առճակատման, կարծում եմ, որ ոչ, որովհետեւ ոչ մի կողմի շահերից էլ այդ առճակատումը չի բխում։ Ոչ Իրանի, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների, ոչ էլ տարածաշրջանի, ոչ էլ այն խաղի, որ Դոնալդ Տրամպը սկսել է ամբողջ աշխարհի հետ, որովհետև Չինաստանին դիմակայելու համար, որը իր համար գերխնդիր է, իրեն պետք է ոչ միայն Ռուսաստանը Չինաստանից կտրել, այլև պետք է ոչ միայն Հնդկաստանի վրա է պետք է հենվել, այլև պետք է այս տարածաշրջանում լոգիստիկ ու ուղիղ անցուղի ունենալ։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ինչ է կարծում, պլան B ունեն Ադրբեջանը եւ Ռուսաստանը այդ Իրանի դեմ հարձակումը եթե չի լինում, այսինքն նրանց պլանները, որ այդ հարձակման դեպքում կարող էին օգտվել առիթից եւ միջանցք վերցնել, հիմա դա եթե չի լինում, իրենք պլան B ունեն միջանցք։ Ես կարծում եմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի պլան A, B, G, D այդ բոլոր պլանները մի իդեա ֆիքս են։ Վերցնել Մեղրիմիջանցքը։ Հենց դա եմ ասում, ինչպես վերցնել, եթե Իրանի վրա հարձակումը չի լինում եւ իրենք հարմար առիթ չեն ունենում։ Թե Իրանի վրա հարձակումը չի լինելու, թե Հայաստանի Հանրապետությունը այս պարագայում տեղի չի տալու, սա միանշանակ է։ Եվ տեղի չի տալու հենվելով թե սեփական ուժերի վրա, թե միջազգային հանրության աջակցության վրա։ Սա միանշանակ է այս հարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առումով ի տարբերություն բոլոր մյուս հարցերի, որոնք չեն լուծվում, արդեն համարեք լուծված, որովհետև Մեղրիմիջանցք իբրև միջանցքային տրամաբանությամբ չի լինելու է ճանապարհ, թե երկաթուղային,
թե ավտոմոբիլային, թե բեռնատարների, թե ուղևորների փոխադրումների համար ճանապարհ լինելու է, միջանցք չի լինելու։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանը կարծում եմ նաեւ հաշտվել են այս իրողության հետ։ Եվ եթե պարբերաբար ինչ-որ հայտարարություններ հնչեցնում են, եթե փորձում են խաղաղության համաձայնագրի ստորագրման նաև առանցք դարձնել այդ միջանցքային տրամաբանությունը, դրանք ատավիզմներ են։ Պարզապես հերթական փորձ են պատրվակ ինչ-որ բան չանելու։ Բայց Ռուսաստանի Դաշնությունը վաղուց կարծում եմ այդ իրողության հետ հաշտվել է։ Հաշտվի թե չհաշտվի, դա չի փոխվելու։ Սա է խնդիրը։ Զորավարժությունները այս առումով ինչ-որ մեսիջ ուղարկեցին այդ կողմերին, ինչ եք կարծում։ Շատերը համարում են դա ուղիղ մեսիջ Ալիևյան ռեժիմին, հայ-իրանական անցկացված։ Դա գիտեք, հայ-իրանական զորավարժությունները շատ ունիկալ զորավարժություններ են, որովհետև կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում էր, դրանք նույնիսկ դժվար է համատեղ զորավարժություն անվանելը, դա թերևս համաժամանակյա զորավարժություն էր, ոչ թե համատեղ, եւ իհարկե բոլորին էլ ուղարկված մեսիջ էր, ինչու ոչ։ Ինչու ոչ։ Համենայն դեպս եթե Ադրբեջանը ինչ-որ իր համար ինչ-որ կետերի պատասխաններ գտավ ու փորձեց արդարանալ, Ադրբեջանի լրատվամիջոցներում լայնորեն շրջանառվում է այն տեսակետը, որ դե ինչ ունիկալ զորավարժություններ չէին Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք էլ ենք նման զորավարժություններ անցկացրել, դա որևէ երկրի դեմ ուղղված չի։ Ես կարծում եմ, որ այդ զորավարժությունները այն խնդիր է, որ իրենք իրենց առաջ ունեին, լուծեցին ու եթե զորավարժությունների մասին է խոսքը, Հայաստանի Հանրապետության համար շատ ավելի կարևոր է զորավարժություններ անցկացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետության հետ նույնիսկ համատեղ զորավարժությունների պարագայում մենք չենք լուծելու այն խնդիրը, որ դրված է մեր բանակի առաջ դառնալ 6-րդ սերնդի պատերազմ վարելու ունակ բանակ։ Այդ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ մենք այդ հարցը կարող ենք լուծել։ Եվ մեր խնդիրն է, այո, թե մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, թե Հայաստանի տարածքում նման լիարժեք զորավարժություններ անցկացնել, այլ դա շատ կարևոր խնդիր է, որը կմեծացնի Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը։ Տիկին Ադամյան, հիմա շատ զգայուն եւ ցավոտ խնդրի ենք անդրադառնալու, արցախցիների բողոքի ակցիաները շարունակվում են։ Այսօր պահանջագիր են ներկայացրել թե Արդարադատության նախարարություն, թե Գլխավոր դատախազություն։ Արդարադատության նախարարություն ներկայացված պահանջագրի կետերից են գերիների վերադարձի ուղղությամբ եւ Արցախ վերադառնալու հարցի ուղղությամբ քայլեր ձեռնարկել, Գլխավոր դատախազությունից պահանջում են, որ իրավապահները ընթացք տան արցախցիների նկատմամբ ատելության քարոզին եւ պատժեն ատելություն տարածողներին։ Ինչպես է գնահատում արցախցիների այս բողոքի ակցիաները, սրանք որքանով են քաղաքական, որքանով են իսկապես խնդիրներից դրդված, որոնց բախվել են արցախցիները Հայաստանի տարածքում։ Իսկապես զգայուն հարց է, իսկապես շատ ցավոտ հարց է։ Ամենայն դեպս այնքան ցավոտ, որ ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, ասեմ ինչու։ Գիտեք, ինձ համար մինչև այսօր մնում է շատ մեծ պարադոքս, թե ինչպես արցախցիները 3 օրում հեռացան Արցախից։ Դա ինձ համար իսկապես պարադոքս է։ Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, սա կրկնում եմ, որպեսզի կանխեմ պատերազմի վերաբերյալ ձեր տրամաբանական հարցը։ Հայրենիք էր, չէ, հողեր չէ, տուներ չէ, նախնիների շիրիմները ինչ է, կար չէ այդ ամեն ինչը, ու մխում է չէ այդ ամեն ինչը մեր, բոլորիս, ոչ միայն Արցախից հեռացածների, բոլորիս սրտում, որտեղ բոլորիս սրտում կա եռաբլուրը։ Այ դրա համար ես այս հարցին շատ ցավով եմ պատասխանում, նույնքան ցավով եմ այս հարցին պատասխանում, որովհետև այսօր ձեր այդ նշած ակցիաների ընթացքում ի հայտ եկան այն մարդիկ, իբրև մեկնաբաններ, իբրև լրատվամիջոցների հարցերին պատասխանողներ, որոնք կանգնած են բույնես շարժման հիմքում։ Եվ այդ մարդիկ իրենց հարցազրույցներում ապացուցեցին, որ այս շարժումը բացարձակապես Արցախին ու արցախցիներին չի վերաբերվում, որ Արցախին ու արցախցիներին փորձում են ներգրավել հեղաշրջման իրենց փորձերի մեջ, այդ դա ամենացավալին է։ Որովհետև եթե անգամ հեղաշրջումը հաջողվի, իսկ դա երբևէ չի հաջողվի, Արցախն ու արցախցիների հարցի լուծման որևէ տարբերակ իրենք չունեն, պարզապես չունեն։
Տեսեք իշխանությունը արցախցիների սոցիալական հարցերը լուծելու փաթեթ տարբերակ առաջարկեց։ Այսինքն սոցիալական բովանդակությունը այս բողոքներից դուրս եկավ։ Ընդունելի է, ընդունելի չի, դա քննարկելի է։ Կարելի է բանակցել, ինչ-որ բաներ փոփոխել։ Եվ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը առաջին իսկ օրից ասում էր, որ ճիշտ կլինի, որ իշխանությունը այդ սոցիալական աջակցության փաթեթը եւս կես տարով կամ 1 տարով երկարացնի։ Իշխանությունը այս կամ անկերպ լսեց, ինչ-որ տարբերակով լսեց մեր առաջարկը եւ արեց իր քայլը։ Ու ինչ ստացանք։ Սոցիալական բովանդակությունը դուրս է գալիս, մնում է քաղաքական բովանդակությունը։ Ես շատ կուզեի այդ նույն բեմահարթակներում, վրաններում, չգիտեմ որտեղ հարցազրույցներ տվողներից ստանալ մի քանի հարցի պատասխան։ Առ այն, թե ոնց են իրենք պատկերացնում այսօր արցախցիների Արցախ վերադարձը։ Ոնց։ Շատ կուզեի իմանալ, ինչպես։ Եթե վերադառնալու են այս պայմաններում, ինչու հեռացան։ Եթե վերադառնալու են պահանջելով միջազգային երաշխիքներ կամ միջազգային խաղաղապահներ, ինչու էին մերժում միջազգային խաղաղապահների Դոնալդ Տրամփի սկանդինավ խաղաղապահների տեղակայումը Արցախում, ինչու էին ասում, որ իրենք սկանդինավերեն չգիտեն, իրենք ռուսներին էին ուզում, ինչու ապավինեցին ռուսներին եւ ինչու են առ այսօր ենթարկվում Կրեմլի թելադրանքներին, ինչու են դարձել Կրեմլի վկաներ։ Այս հարցի պատասխանը ես կուզեի արցախցիներից ստանալ։ Այսինքն բուրգի վերևում ամենագլխավոր տեղում ուղղորդող հոսանքները գալիս են Կրեմլից։ Միանշանակ, դա կարծում եմ գիտեք, դա չտեսնելու համար պիտի ոչ միայն աչքերդ փակես, այլև ականջներդ պիտի փակես, որովհետև զուգահեռ հնչում են տարբեր հայտարարություններ թե Կրեմլից, զուգահեռ հնչում են այստեղ հայտարարություններ իշխանափոխության տարբեր առումներով, տարբեր ասպեկտներով, բացարձակապես ասում եմ ձեզ, հակաարցախյան է արցախցիներին այս շարժման մեջ ներգրավելը։ Ես շատ ցավով եմ դա ասում, որովհետև ինձ համար իսկապես ես կարծում եմ ոչ միայն ինձ համար, ցանկացած հայի համար խոր ցավ է Արցախի կորուստը։ Ու մենք այդ կորուստը վերադարձնելու մասին պիտի մտածենք։ Մենք պիտի մտածենք Արցախ վերադարձնելու ու Արցախ վերադառնալու մասին։ Այդ մեխանիզմը մշակենք քայլ-քայլ, ոչ թե կանգնենք հրապարակներում կամ խորհրդարանում Արցախի դերոշը տնկենք կամ հրապարակներում ինչ-որ անկապ հայտարարություններ անենք, այդպես չի։ Այ եթե Ադրբեջանը իրեն պահեր այնպես, ինչպես հիմա պահում են որոշ հայեր ու արցախցիները, նրանք չէին վերադառնա Արցախ, ոչ շրջանների առումով, ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման առումով։ Շատ կուզենայի իմանալ ընդհանրապես այդ Շահրամանյան, Սամվել Շահրամանյանը երբևէ պատասխան տալու է իր լուծարման հրամանագրի մասին։ Ոնց եղավ այդ լուծարման հրամանագիրը։ Գիտեք, հիմա ինձ չպատճառաբանեք, որ պատերազմ արցախցիների կոտորած եւ այլն կանխելու համար մեկ օրով որևէ տեղ չհրապարակված իրավական ուժ չստացած փաստաթուղթեր, դա պատճառաբանություն չի։ Դա բացարձակ պատճառաբանություն չի։ Այն, որ Շահրամանյանների նմանները Արցախում հեղաշրջում արեցին ու եկան իշխանության, այն, որ Արցախի նախորդ նախագահը գնում էր Փարիզ ու Փարիզում ոչ թե դնում էր ֆրանսիացի խաղաղապահների Լեռնային Ղարաբաղ մուտքը ապահովելու խնդիրը, այլ ռուսներին խաղաղապահ, չգիտես, մանդատ տալու խնդիրը, այստեղ է արմատը։ Այստեղ է արմատը հարցի։ Եվ մեղադրել այստեղ Հայաստանի Հանրապետության իշխանությանը, մեղադրել, չգիտեմ, միջազգային հանրությանը, որ իրենց խոր անտարբերության, միջազգային հանրությունը որևէ խոր անտարբերության արցախցիներին չի մատնել, արցախցիների քայլերով պայմանավորված է եղել այդ խոր անտարբերությունը։ Եկեք համեմատենք ինչ է կատարվում Ուկրաինայում եւ ինչ կատարվեց Արցախում։ Եք այսօր ինձ համար իսկապես շատ ցավալի էր Սումիի այդ երեկվա օրվա հրթիռային հարվածից զոհերի թիվը, մանուկների, մարդկանց եկեղեցի գնացող մարդկանց վրա հարվածը եւ այդ հարվածի ընթացքում զոհվածները,
Շատ ցավալի է, բայց ես բացարձակապես չեմ կարող այդ հարվածի հետևանքների հետ չհամադրել ադրբեջանցիների հարվածները 44 օրյայի ընթացքում Ստեփանակերտի մանկատանը, ծննդատանը, Ստեփանակերտի հիվանդանոցներին համադրելի են, չէ՞։ Նույն հարվածները, նույն ագրեսորը, նույն ձեռագրով, նույն ագրեսորը։ Ինչու՞ միջազգային հանրությունն իմ այսպես արձագանքում է, ժամանակ չէր արձագանքում այդ նույն ակտիվությամբ, ճիշտ է, հայտարարությունները լինում էին Ֆրանսիան ամենայն դեպս պարբերաբար այդ հայտարարությունները արել է մեկ Եվրամիությունը հայտարարել, բայց արձագանքը այսպեսին չէր լինում, որտեղ Ուկրաինան կռվում է, որտեղ Ուկրաինան իր հողից դուրս չի գալիս։ Իսկ մենք ինչ ենք անում։ Մենք գալիս ենք, փորձում ենք Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության ներսում վերականգնել ինչ-որ Արցախի Հանրապետություն ու այնպիսի պահանջներ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը իբրև պետություն, որ նույնիսկ իրենց պետությանը չեն ներկայացրել։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ արցախցիները չպետք է տարաբաժանվեն։ Արցախցիները չպետք է թույլ տան, որ իրենց դարձնեն գործիք իրենց խաղերը խաղալու համար։ Արցախցիները վերադառնալու են Արցախ, բայց վերադառնալու են Հայաստանի Հանրապետության, ինչ ասեմ, ոչ թե այդ պահին գործող իշխանության, այլ Հայաստանի Հանրապետության ուժեղացման, Հայաստանի Հանրապետության իբրև պետություն կայացման համար։ Իսկ դրա համար, հիմա դուք էլի կասեք, որ, չգիտեմ, Արջը 7 երգիտնի 7-ն էլ մեղրի մասին է, մեզ պետք է տնտեսական հզորացում։ Միայն տնտեսական հզորացումն է այս բոլոր խնդիրների պատասխանը տալու, աշխատատեղերի ստեղծում, աշխատատեղեր, անվտանգություն, զարգացում։ Սա պետք է լինի մեր դևիզը։ Միայն այս պարագայում մենք կարող ենք բոլոր այդ խնդիրների մաս պատասխանել։ Այս պարագայում մենք կմեծացնենք պետության դիմադրունակությունը, այլ ճանապարհ ոչ Հայաստանն ունի, ոչ Արցախցին ու Արցախը։ Շնորհակալ եմ, ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Մեզ դիտողները կարող են աջակցել մեր Patreon-ին էկրանին երևացող QR կոդով, նաև այդ հարթակում հետևել մեր ուղիղ եթերներին։